Rio Penny եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է, եկեք տեսնենք ինչ եղավ մեզ հետ ու աշխարհում այս անգամ նախամարոտ։ Էրդողանի ժառանգորդն ասել է, թե երբ կբացեն Հայաստանի հետ սահմանը, Ստամբուլում են հայ պատգամավորներ։ Պետքարտուղարի տեղակալը Բաքվում է, ինչ է նրան ասել Ադրբեջանի արտգործնախարարը։ Միջազգային մեղադրանք Ադրբեջանին, ինչպես է Բաքուն նավթ մատակարարում Իսրայելին։ Սաուդյան արքայազնի պատվին Թրամփի ընթրիքին ներկա է եղել Կրիշտիանու Ռոնալդուն։ Ստորջորյա գործընթացներ Ուկրաինայի ճակատագրի շուրջ, ինչ են բանակցում ռուսներն ու ամերիկացիները։ Եվ համացանցի մեգա խափանում, ինչպես մի քանի ժամով կաթվածահար եղավ ամբողջ աշխարհը։ Այսօր հայտնի դարձավ, թե երբ Թուրքիան կբացի սահմանը, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Օգոստոսին Վաշինգտոնում այն նախաստորագրվել էր, բայց Ադրբեջանը չի շտապում ստորագրել, պահանջներ ունի, օրինակ փոխել սահմանադրությունը։ Թուրքիայի արտգործնախարարը ավելի բացել է խոսել, ասել, եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ, կվերացնենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը Հայաստանի համար։ Հետևաբար, ասել է Ֆիդանը, կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը, մենք դա չենք ուզում։ Սա կարևոր հայտարարություն է։ Նախ Թուրքիան շատ բարձր մակարդակով առաջին անգամ է հրապարակավ խոսում այսքան բաց փակ սահմանի մասին։ Երկրորդ խոսողն է շատ կարևոր։ Հական Ֆիդանը պարզապես արտգործնախարարը չէ, նա Էրդողանի ժառանգորդն է, աջ ձեռքը, Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավարը, նրան ընդհանրապես համարում են Սիրիան նվաճողը, կարճ ասած կարևոր ու ծանրակշիռ դեր ունի Թուրքիայում, հետևաբար նաև Ադրբեջանում ու Ադրբեջանի նկատմամբ։ Այս ընթացքում Ստամբուլում է Հայաստանի ազգային ժողովի պատվիրակություն, մասնակցում են ԵԱՀԿ խորհրդարանական վեաժողովին։ ՔՊԱ-ական պատգամավորներից մեկն այնտեղ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շուտով կբերի դրական արդյունքների։ Ստամբուլը դարձել է Հարավային Կովկասի խաղաղ ապագայի վերաբերյալ պատմական, բայց եւ հակասական հայտարարությունների թատերաբեմ։ Մինչ հայկական պատվիրակությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարում էր Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին եւ լավատեսություն հայտնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը սեփական երկրի խորհրդարանից սառեցնում էր սպասումները Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորելով Երևանի եւ Բաքվի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը։ Այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության։ Նույն հարթակից հայկական պատվիրակության անդամ Արտուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց ժողովրդավարական ընտրությունների կարեւորությունը որպես խաղաղության հիմք։ Մեզ համար միանշանակ է, որ խաղաղության կարևորագույն հիմքերից են ժողովրդավարական ընտրությունները, որոնց պարագայում հնարավոր է մարդու իրավունքների եւ միջազգային պարտավորությունների հարգումն ու պահպանումը։ Այստեղ է, որ մենք բախվում ենք ժողովրդավարության վրա հարձակումների, թե ուղիղ, թե հիբրիդային գործիքների միջոցով։ 2 օր առաջ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում մենք տեսանք այս ամենը, բայց ուրախությամբ կարող եմ ասել, որ հաղթեցին ժողովրդավարությունն ու խաղաղության օրակարգը։ Զուգահեռաբար Թուրքիայի խորհրդարանում արտգործնախարար Հական Ֆիդանը 2026 թվականի բյուջեի քննարկմանը հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի միայն այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն կստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի իր սահմանային դռները Հայաստանի հետ։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումն ու տնտեսության ակտիվացումը իրենց հայկական կողմի կարևոր հարցեր են։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հենց այս պահին կարգավորելով Հայաստանի ձեռքից կխլենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ ամենակարևոր շարժառիթը։ Դրանով հնարավոր է տարածաշրջանում սառեցված պատերազմի առաջ կանգնենք, ինչը չենք ցանկանում։ Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ Ֆիդանի հայտարարությունը ոչ թե Անկարայի սեփական դիրքորոշումն է, այլ Բաքվի կողմից գործադրվող ճնշման ուղիղ հետևանք։ Türkiye açısından meseleye baktığımızda
Երբ հարցին նայում ենք Թուրքիայի տեսանկյունից, Թուրքիան իրականում հարցին ավելի սառնասիրտ է մոտենում։ Սակայն Ադրբեջանի միջոցով Թուրքիայում իրականացվող քարոզչությունը տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ արտացոլվում է պետական գործիչների խոսքերում եւ ազդում դրանց վրա։ Հենց այս համատեքստում էլ Հական Ֆիդանի երեկվա արած հայտարարությունը պետք է ասել, որ բխում էր ադրբեջանական ճնշումներից։ Խաղաղության վերաբերյալ Երևանի հրապարակային ուղերձները չփոխեցին Անկարայի համար դիրքորոշումը, ըստ որի երկկողմ հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց Բաքվի հետ համաձայնության, ինչը շատ վերլուծաբանների համոզմամբ փոխանցումներով խաղի գործնական իրագործում է։ Աննա Հարությունյան, Րիոբն մեդիա։ Ադրբեջանն արդեն խոսում է Թրամփի ուղին արագացնելու անհրաժեշտության մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, որը նախ եկել էր Երևան, հիմա Բաքվում է, որտեղ նրան այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ադրբեջանն ի դեպ իր համար մի տհաճ պատմության մեջ է հայտնվել։ Միջազգային մի կազմակերպություն Ադրբեջանին մեղադրել է Գազայում Իսրայելի վերջին 2 տարվա արածի մեջ մասնակցելու համար, անուղղակի։ Պարզվում է, ըստ այդ կազմակերպության վերջին 2 տարում Ադրբեջանը եղել է Իսրայելի ներմուծված հում նավթի գլխավոր մատակարարներից մեկը։ Խնդիրն այն չէ, որ Ադրբեջանն այս առումով անգնահատելի գործընկեր է Իսրայելի համար, հարցն այն է, որ նավթը նախ Բաքու-Թբիլիսի ջեյհանով հասել է Թուրքիա, հետո Իսրայել։ Ու սա այն դեպքում, երբ մուսուլմանական երկրների շրջանակում Թուրքիան էլ Ադրբեջանն էլ խոսում են իսլամական համերաշխության մասին, Թուրքիան ընդհանրապես իրեն դիրքավորել է իբրև գլխավոր հակաիսրայելական ուժ, պաղեստինցիների պաշտպան։ Մյուս կողմից այսպիսի բացահայտումները, որոնք պարբերաբար լինում են, իրականում առանձնապես սենսացիոն չեն, բոլորն էլ հասկանում են, ինչպես ասում են, ով երբ ում բարեկամն է ու ինչու։ Պարզապես պարբերաբար երևի թե կա հիշողությունը թարմացնելու անհրաժեշտություն։ Այս պատմության մեջ միայն Ադրբեջանն ու Թուրքիան չեն, այլ երկրներ էլ կան ու մեծ հաշվով այս դեպքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան տարբեր կարող են լինել քաղաքական հրապարակային կեցվածքը ու շատ ավելի խորքային ոչ հրապարակային շահերը։ Ադրբեջանը հերթական անգամ հայտնվել է միջազգային սկանդալի կիզակետում, հաստատելով հանրահայտ թեզը, որտեղ կա հակամարտություն, արյուն եւ ագրեսիա, այնտեղ անպայման նշмарվում է պաշտոնական Բաքվի հետքը։ Մինչ Ալիևի վարչակարգը փորձում է աշխարհին ներկայանալ որպես խաղաղության դարաշրջանի ջատագով, նույնիսկ հավակնում է զորակազմ ունենալ Թրամփի ծրագրով Գազայում կայունացվող կամ խաղաղապահ ուժերի անձնակազմում, COP30-ի շրջանակում Oil Change International միջազգային կազմակերպությունը ուղիղ մեղադրում է Ադրբեջանին Գազայում իրականացվող ցեղասպանությանը մասնակցելու մեջ։ Ըստ զեկույցի 2023-ի նոյեմբերից մինչև 2025-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իսրայել ներմուծված հում նավթի արդյունքի բաժինը 70%-ը մատակարարվել է Ադրբեջանից եւ Ղազախստանից։ Սա դասական ադրբեջանական գործելավոճ է։ Մի ձեռքով իսլամական համագործակցության կազմակերպությունում խոսել մահմեդական համերաշխությունից, մյուս ձեռքով վառելիքով սնուցել իսրայելական տանկերը։ Զեկույցը փաստում է, որ ադրբեջանական նավթը Թուրքիայի տարածքով Բաքու-Թբիլիսի ջեյհան խողովակաշարով հասել է Իսրայել։ Թեև փաստաթղթերում որպես ծագման երկիր նշվել է Թուրքիան, իրականում մատակարարվողը ադրբեջանական նավթ էր։ Ղազախական նավթը Ռուսաստան է մատակարարվել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի խողովակով, որտեղ Սև ծովի նավահանգիստներով ուղարկվել է Իսրայել։ Թեև փաստաթղթերով մատակարարումները ձևակերպված են եղել որպես ռուսական, սակայն 56 խմբականակից 55-ը իրականում եղել է ղազախական հում նավթ։ Իսրայելին վերամշակված նավթի մատակարարների շարքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանը, Հունաստանը եւ ԱՄՆ-ն։ Ընդ որում Միացյալ Նահանգներն է ռազմական ինքնաթիռների համար նախատեսված GP-8 ռեակտիվ վառելիքի միակ մատակարարը։ Տեխասից ժամանած 9 լցանավ Իսրայել է հասցրել 360,000 տոննա GP-8 վառելիք։ Այն երկրները, որոնք նշված ժամանակահատվածում վառելիք են մատակարարել Իսրայելին, դա արել են լիովին գիտակցելով Իսրայելի կողմից իրականացվող վայրագությունները։ Ցեղասպանության նավթից գոյացած գումարները բնականաբար ուղղվում են ոչ թե Ադրբեջանի բնակչության բարեկեցությանը, այլ հերթական ագրեսիվ ծրագրերի ֆինանսավորմանը։ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սահիլ Բաբաևը խորհրդարանում հպարտությամբ հայտարարել է, որ 2026 թվականի բյուջեի առաջնահերթությունը մնում են ռազմական ծախսերը։ Թվերը խոսուն են։ Ռազմական եւ անվտանգային ծախսերի համար նախատեսվել է 8.7 միլիարդ մանատ կամ ավելի քան 5.1 միլիարդ դոլար, բյուջեի ծախսերի 21%-ը, ինչը 319 միլիոն մանաթով կամ մոտ 188 միլիոն դոլարով ավելի է ընթացիկ տարվանից։ Սա հստակ ազդակ է, որ Ադրբեջանը որպես տարածաշրջանային ագրեսոր չի պատրաստվում կանգ առնել։ Հավելենք սրան եւս 3.5 միլիարդ մանատ կամ ավելի քան 2 միլիարդ դոլար, որը հատկացվելու է օկուպացված տարածքներում ամրապնդվելուն, ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ այդ թիվը կհասնի 22 միլիարդի կամ շուրջ 13 միլիարդ դոլարի, եւ պարզ կդառնա, որ Բաքուն կառուցում է ոչ թե տնտեսություն, այլ ռազմական հսկա պլացդարմ։ Բաքվի ագրեսիվ եւ երկակի քաղաքականությունը չէր կարող անհետևանք մնալ տարածաշրջանային հարաբերություններում։ Իրանի հետ առևտրաշրջանառության կտրուկ անկումը դրա վառ
ապացույցն է։ Ընթացիկ տարվա 7 ամիսներին Ադրբեջանից Իրան արտահանումը արժեքային տեսքով նվազել է ռեկորդային 65%-ով։ Սա ցույց է տալիս, որ Բաքուն, դառնալով իսրայելական քաղաքականության կցորդը տարածաշրջանում, կորցնում է վստահություն անգամ իր անմիջական հարևանների միջավայրում։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Նավթի մասին խոսեցինք, իրականում նավթը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում վճռում է քաղաքական ամենակարևոր որոշումները։ Օրվա միջազգային գլխավոր իրադարձությունը ևս կապված է նավթի հետ։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը վերջապես հանդիպեց Թրամփին Սպիտակ տանը։ Խոսելու շատ հարցեր կան, որովհետև Սաուդյան Արաբիան այնպիսի երկիր է, որ կարող է քաղաքական որոշումներով տակնու վրա անել նավթի համաշխարհային շուկան, ազդել նավթի հետ կապ չունեցող բազմաթիվ զարգացումների վրա ամբողջ աշխարհում։ Եվ ահա թագաժառանգի այցի առիթով Թրամփի ընդունելությանը մասնակցել է նույնիսկ Սաուդյան Արաբիայում հանդես եկող ֆուտբոլային գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն։ Սպիտակ տանը կայացած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Արքայազան Մուհամմադ Իբն Սալման Ալ Սաուդի հանդիպումը նշանավորվեց երկու երկրների միջև հարաբերությունների խոշորացման ուղղված մի շարք կարևորագույն հայտարարություններով։ Վաշինգտոնում կայացած Պերճաշուք հանդիպման նպատակն էր ընդգծել Ռիադի հետ ռազմավարական գործընկերության նոր մակարդակը։ Չնայած լրագրող Ջամալ Խաշոգչիի 7 տարի առաջ Ստամբուլում Սաուդյան պետության հյուպատոսարանում տեղի ունեցած դաժան ու աղմկոտ սպանության շուրջ առկա հակասություններին։ Այսօր երեկոյան ես ուրախ եմ հայտարարել, որ մենք մեր ռազմական համագործակցությունը հասցնում ենք ավելի բարձր մակարդակի, Սաուդյան Արաբիային պաշտոնապես տրամադրելով ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող հիմնական դաշնակցի կարգավիճակ, ինչը շատ կարևոր է նրանց համար։ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի նոր դաշնակցային կարգավիճակն ամրապնդվեց ռազմավարական պաշտպանական համաձայնագրի ստորագրմամբ եւ թագավորությանը F-35 կործանիչներ վաճառելու պատմական որոշմամբ։ Տնտեսական ոլորտում Սաուդյան Արաբիան պարտավորվեց Միացյալ Նահանգներում իր ներդրումների ծավալը հասցնել $1 տրիլիոն, կենտրոնանալով արհեստական բանականության եւ միջուկային էներգետիկայի վրա։ Նախագահ Թրամփը բարձր գնահատեց հագաժառանգի բարեփոխումները, դրանք ժամանակակից հրաշք անվանելով։ Հանդիպան լայնածավալ նշանակությունը ընդգծում էր ընթրիքի հյուրերի բազմազան կազմը, որտեղ ներկա էին Իլոն Մասկը, Վաշինգտոն այցի ընթացքում Արքայազնին ուղեկցող ժամանակակից ֆուտբոլի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդոն եւ բարձրաստիճան քաղաքական գործիչներ։ Ռոնալդուի ներկայությունը խորհրդանշում էր սպորտի միջոցով Սաուդյան Արաբիայի համաշխարհային ազդեցության մեծացման ուղղված ջանքերը։ Ռազմավարական մերձացման ֆոնին, սակայն չէր կարող աննկատ մնալ լրագրող Ջամալ Խաշոգչիի սպանության հարցը։ Շատերի կարծիքով թագաժառանգի այցի հիմնական նպատակներից մեկը 2018 թվականի այդ դաժան սպանությունից հետո իր վարկաբեկված միջազգային իմիջի վերականգնումն էր։ Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը նախագահ Թրամփը պաշտպանել է թագաժառանգին։ Ինչ վերաբերում է այս պարոնին, նա ֆենոմենալ աշխատանք է կատարել։ Դուք նշում եք մեկին, որը չափազանց հակասական անձնավորություն էր։ Շատ մարդիկ չէին սիրում այդ պարոնին, որի մասին խոսում եք անկախ նրանից դուք նրան սիրում եք թե ոչ։ Ինչ որ բաներ պատահեցին, բայց մեր հյուրը դրա մասին ոչինչ չգիտեր, եւ մենք կարող ենք սրանով ավարտել։ Պետք չէ նման հարց տալով անհարմար դրության մեջ դնել մեր հյուրերին։ Թրամփի այս խոսքերին արձագանքել է Ջամալ Խաշոգչիի այրին, Հանան Էլաթր Խաշոգչին, որն իր խորը վիշտն է հայտնել նախագահի բնութագրման կապակցությամբ։ Ես ինձ շատ վատ զգացի, որովհետև Դոնալդ Թրամփը նկարագրեց ուրիշ մեկին, ոչ թե Ջամալին։ Եվ ես կցանկանայի մի օր հանդիպել նախագահ Թրամփի հետ եւ նրան ներկայացնել իսկական Ջամալին։ Նրա հետ կիսվել, թե ով էր իսկական Ջամալը, որքան անկեղծ, քաջ, հիանալի մարդ է նա եղել։ Ինքը թագաժառանգ Արքայազան Մուհամմադ Բին Սալմանը նույնպես անդրադարձել է թեմային, տեղի ունեցածը որակելով հսկայական սխալ։ Ինչ վերաբերվում է լրագրողին, իսկապես ցավալի է լսել։ Գիտեք, երբ որևէ մեկը կորցնում է իր կյանքը առանց որևէ իրական նպատակի կամ ոչ օրինական ճանապարհով, եւ դա ցավալի է եղել մեզ համար։ Մենք Սաուդյան Արաբիայում ձեռնարկել ենք հետաքննության բոլոր անհրաժեշտ քայլերը եւ բարելավել ենք մեր համակարգը, վստահ լինելու համար, որ նման բան այլևս տեղի չի ունենա։ Դա ցավալի ու հսկայական սխալ էր, եւ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն այլևս չկրկնվի։ Այցը տեղի էր ունենում ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Դրանից մեկ օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել էր Միացյալ Նահանգների կողմից մշակված բանաձևը, որը հավանություն էր տալիս Գազայում պատերազմը դադարեցնելու նախագահ Թրամփի ծրագրին եւ լիազորում էր Պաղեստինյան անկլավում միջազգային կայունացնող ուժերի տեղակայումը։ Ծրագրով նախատեսվում էր ստեղծել Գազայի խաղաղության խորհուրդ Թրամփի նախագահությամբ, որը կվերահսկի տարածքի վերակառուցումը եւ ապառազմականացումը։ Այս նախաձեռնությունը, որին դեմ է արտահայտվել Համասը, ցույց է տալիս Վաշինգտոնի ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, որտեղ Սաուդյան Արաբիան դիտարկվում է որպես առանցքային գործընկեր։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Հետաքրքիր զարգացումները նաև Ուկրաինայի շուրջ, ավելի ճիշտ Ուկրաինայի ճակատագրի շուրջ, միջազգային լրատվամիջոցներում, այսինքն ոչ պաշտոնական տեղեկություններ են շրջանառվում, որ Թրամփի օգնական Ուիտկոֆը, որը հայտնի է Թրամփի խաղաղությունների գործարքներում իր դերով, հետաձգել է իր այցը Թուրքիա, որտեղ այսօր պետք է որ հանդիպեր Զելենսկիի հետ։ Միաժամանակ տեղեկություններ կան այն մասին, որ ռուս-ամերիկյան շփումները ոչ միայն չեն դադարել, այլև ակտիվ ընթանում են, պարզապես ոչ հրապարակային։ Եվ այն էլ խաղաղության հասնելու շուրջ, այսինքն կա գործընթաց, բայց թե ինչի կհասցնի այն թունելի վերջում լույս չի երևում։ Զելենսկին էլ հանդիպում է Էրդողանի հետ։ Ուկրաինայի դեմ ռուսական նոր հարձակումների ֆոնին, որոնք տասնյակ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի եւ վիրավորների պատճառ են դարձել, դիվանագիտությունը փորձում է իր ճանապարհը հարթել։ Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական շրջագայություն է սկսել ռազմական աջակցություն եւ հակամարտության կարգավորման բանակցային երկ փնտրելու նպատակով, Միացյալ Նահանգների բանակի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ չհայտարարված այցով ժամանել են Կիև, հստակ նպատակով վերակենդանացնել Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ փակուղի մտած բանակցությունները։ Զելենսկու եվրոպական շրջագայությունը մեկնարկել է Ֆրանսիայից, շարունակվել Իսպանիայում, որտեղ նա հանդիպել է թագավոր Ֆելիպե 6-րդի եւ կառավարության ղեկավար Պետրո Սանչեսի հետ։ Գլխավոր նպատակն է ապահովել ավելի մեծ ռազմական աջակցություն, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի տեսքով ռուսական հարձակումներին դիմակայելու համար։ Երբ մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի առանցքային ծրագրի միջոցով եւ ձմռանը զենք ենք գնում Միացյալ Նահանգներից, եւ այս փաթեթը ձմռան համար է, մենք կենտրոնանում ենք ՊԱԿ 3 հրթիռների վրա, որոնք ամենամեծ դեֆիցիտն են։ Մենք փորձում ենք գումար գտնել հատկապես Պատրիոտ համակարգի հրթիռների համար։ Ի պատասխան Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսը հայտարարեց ֆինանսական եւ Ուկրաինայի վերականգնման ուղղված աջակցության խոշոր փաթեթի մասին։ Ես նախագահ Զելենսկուն հայտնել եմ, որ մեր երկիրը հենց այսօրվանից գործի կդնի 200 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության նոր գործիք Ուկրաինայի վերակառուցումը խթանելու համար։ Հետևաբար, մենք խոսում ենք 817 միլիոն եվրոյի մասին, որը Իսպանիան կմոբիլիզացնի նախ աջակցելու ուկրաինական բանակին, Սավթիչի դեմ երկրի ազատության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Երկրորդ, պաշտպանելու նրա քաղաքացիական բնակչությանը եւ վերջապես խթանելու Պուտինի նեոիմպերիալիզմի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերակառուցումն ու արդիականացումը։ Զելենսկու շրջագայությանը զուգահեռ ամերիկյան բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը եւ բանակի շտաբի պետ գեներալ Ռենդի Ջորջը դարձել են Պենտագոնի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այս շաբաթ այցելել են Ուկրաինա։ Ըստ Պոլիտիկոյի նրանց առաքելությունն է ճնշում գործադրել Ուկրաինայի ղեկավարության վրա Ռուսաստանի հետ խաղաղության գործընթացը վերսկսելու համար։ Սպասվում է, որ Դրիսկոլը առանձին կհանդիպի նաեւ ռուս պաշտոնյաների հետ։ Ուկրաինայի նախագահի հաջորդ կանգառը Թուրքիան է։ Զելենսկին մեկնել է Անկարա իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հանդիպման կարգով հույս ունենալով, որ Թուրքիան կարող է կրկին միջնորդի դեր ստանձնել հակամարտության հանգուցալուծման գործում։ Завтра у мене зустріч з президентом Ердоганом. Վաղը առաջին հերթին հանդիպում ունեմ նախագահ Էրդողանի հետ։ Մենք կխոսենք առավելագույն հնարավոր ուղիների մասին ապահովելու համար, որ Ուկրաինան հասնի արդար խաղաղության։ Կարծում եմ սա բավականին բովանդակալից խոսակցություն կլինի։ Այն կարող է երկար տևել կամ գուցե ոչ այնքան երկար։ Ես լավ հարաբերություններ ունեմ Թուրքիայի նախագահի հետ։ Մենք ունենք որոշակի դիրքորոշումներ եւ ազդանշաններ Միացյալ Նահանգներից։ Կտեսնենք վաղն ինչ կլինի։ Մինչ դիվանագիտությունը երգ է փնտրում, պատերազմը շարունակվում է անխնա դաժանությամբ։ Անցած գիշեր ռուսական հրթիռների եւ անօդաչուների զանգվածային հարձակումը հարվածել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլ քաղաքին։ Նախագահ Զելենսկին հաստատել է հարձակումը։ Զոհվել է առնվազն 25, վիրավորվել 66 մարդ։ Հրթիռային հարվածը թիրախավորել է բնակելի շենք, որի վերին հարկերը փլուզվել են։ Ըստ պաշտոնյաների Ռուսաստանը գիշերվա ընթացքում հարձակել է ավելի քան 470 անօդաչու եւ 48 հրթիռ, որոնք թիրախավորել են նաեւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինական Միրնոգրադ եւ Պոկրովսկ քաղաքները պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումները ջանում են ճեղքել շրջապատման օղակը։ Իսկ Կուպյանսկում ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել գրավելով թաղամասը թաղամասի հետևից։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Համաշխարհային եւս մեկ, բայց իսկապես համաշխարհային խնդրի մասին նախորդին տեղի ունեցավ մեծ խափանում ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս տևական ժամանակ չէին աշխատում բազմաթիվ կայքեր, սոցցանցեր ու հավելվածներ, Facebook-ը, X-ը, Telegram-ը, ChatGPT-ն նույնիսկ եւ Spotify-ը։ Սա եւս մեկ առիթ էր մտորելու, թե որքան կախված ենք տեխնոլոգիաներից, թե ինչ կլինի աշխարհի հետ, եթե մի օր համացանցը խափանվի, օրինակ մի քանի օրով։
Ամերիկյան Cloudflare անպային ծառայության սերվերներում գրանցված խախտումը երեկ մենք լրատվամիջոցներս էլ զգացինք մեր մաշկի վրա։ Մի քանի ժամ կայքերը չէին աշխատում ամբողջ աշխարհում։ Տեղեկատվություն ստանալու աղբյուրը սոցիալական ցանցերն էին։ Իսկ ինչն էր պատճառը։ Cloudflare-ը պարզաբանում է տեղադրել։ Հաքերային հարձակման մասին տեղեկություններ չկան, պարզապես չափազանց մեծ ֆայլ է ի հայտ եկել եւ դա հանգեցրել է խափանման։ Սկզբում մենք սխալմամբ կարծեցինք, որ խնդիրը հիպերմասշտաբային DDoS հարձակման հետևանք է, սակայն հետո պարզեցինք հիմնական պատճառը եւ կարողացան կանգնեցնել այդ չափազանց մեծ ֆայլի տարածումը, այն փոխարինելով նախկին աշխատող տարբերակով։ Cloudflare-ը ինչպես ռուիապնի տեխնիկական աշխատակիցներն են նշում, բազմաթիվ գործառույթների հետ նաև կայքի անունը վերածում է IP հասցեի։ Ստացվում է կայքերը չեն խափանվել, խափանվել են այսպես կոչված ուղղորդիչը եւ թարգմանիչը։ Հանուն արդարության եկեք հասկանանք, որ հայկական սայթերից որևէ մեկին ոչինչ երեք չէր եղել, հա։ Այսինքն այդ բոլոր կայքերը, որոնք անհասանելի էին, իրականում կարող էին ընդամենը մի կոճակ անջատելով վերականգնել իրենց կապը, ուղղակի պիտի հրաժարվեին Cloudflare-ի տված DDoS պաշտպանությունից, այսինքն հայկական որևէ կայքի մեծաշուտ որևէ բան չէր եղել։ Պապյանը պատմում է, որ Cloudflare-ը նաև պաշտպանական գործառույթ ունի եւ եթե այն անջատեին, կայքերը հասանելի կլիներ, սակայն նման ռիսկի ամեն դեպքում պետք չէր գնալ։ Cloudflare-ը շատ մեծ ծառայություն է եւ իրականում շատերը իր մասին չգիտեն, որովհետեւ ինքը ուղղակի հոյակապ է աշխատում եւ դա է հենց իր գաղտնիքը, աշխարհի կայքերի 1/5-ը կարծեմ, եթե ոչ ավելին հիմնված են Cloudflare-ի վրա, Cloudflare-ը ոչ միայն պաշտպանություն է տալիս, այլ նաև բովանդակության հասանելիության ծառայություններ, թույլ է տալիս բազմաթիվ այլ սերվիսներ, միկրոսերվիսներ աշխատեն իր համակարգում, այնպես որ դրա վրա ինտերնետի մի շոշափելի ծանրություն է ընկած։ Ինքը ունի քեշավորող սերվերներ ամբողջ աշխարհում տարբեր տեղերում, նույն Հայաստանում ունի որոշակի ենթակառուցվածք, ինչի հետևանքով հայաստանյան այն կայքերը, որ Cloudflare-ից են օգտվում, ավելի արագ են բացվում, ավելի պաշտպանված են, եւ Cloudflare-ում շատ քիչ են այսպիսի խնդիրներ, այս են հազվագյուտ դեպքերից մեկն էր, որ սա եղավ։ Հաճախ օրինակ Telegram-ում կհանդիպեք հրապարակումների, Facebook-ի ու Instagram-ի խափանման մասին կամ հակառակը։ Երբեմն հայկական կայքերն են հաքերային հարձակման ենթարկվում։ Լինում է նաև, որ վրացական մի գյուղում ապրող Հայաստան անունով տատիկը որոշում է կտրել օպտիկայի մալուխն ու պատահաբար զրկում Հայաստանի ամբողջ հանրապետությունն ինտերնետից։ Հեշտ է արդյոք տեղեկատվական շրջափակման մեջ հայտնվելը։ Ինտերնետը մեկ հարվածով ոչնչացնել հնարավոր չէ։ Ինտերնետը իր բնույթով ստեղծվել է այնպես, որ նույնիսկ ատոմային պատերազմի ինքը կարող է դիմագրավել եւ ասում աշխարհը որ կործանվի, ինտերնետը կարող է մնա եւ շարունակի գործել, որովհետեւ դա բաժանված առանձին ենթացանցերի համակցություն է։ Դրա համար իրեն ասում են համացանց, այսինքն տարբեր ցանցեր իրար միացված են։ Եվ Հայաստանի ներսում էլ կա այսպես կոչված ցանց, որը կարող է նույնիսկ ամբողջությամբ անկախ քիչ թե շատ գոյատևել։ Պապյանը պատմում է, որ տարբեր ճանապարհներով է Հայաստանը կապվում աշխարհի հետ եւ դժվար թե հիմա կրկնվի տատիկի մալուխ կտրելու սցենարը։ Կա Starlink արբանյակային ինտերնետ կապակցելու հնարավորություն, ճիշտ է դա էլ կարող է անջատվել օրինակ Իլոն Մասկի ցանկությամբ։ Ըստ Պապյանի սեփականն ունենալը շատ թանկ կարժենա։ Նույնը Cloudflare-ի դեպքում, բայց կան տեղական օպերատորներ, օրինակ Զանգին, որ ինտերնետային կոլապսի ժամանակ Արցախում ներքին կապեր պահպանում։ Փորձեցինք կապվել ներքին գործերի նախարարություն, որ պարզենք պետական կայքերի անվտանգությունն ու պետական քաղաքականությունն այդ մասով։ Արձագանք դեռ չենք ստացել։ Իդեպ 2024-ից 25 թվականներին Կարմիր ծովում ենթադրաբար Եմենի ապստամբ հութիների ձեռամբ վնասվում էին ստորջրյա մալուխներ։ Դրանք կապում էին Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան, իսկ դրանց վնասումը ոչ միայն ինտերնետի խափանման էր տեսանելի, այլև տնտեսական լուրջ հետևանքներով։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Մեր խնդիրների մասին ԱԱԾ-ի մեկուսարանից ուղերձ է հղել Սամվել Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով աջակիցներին, կոչ անելով չհուսահատվել ու շեշտելով, որ մի քանի ամսից արդարությունը կհաղթանակի, արժանապատվությունը կվերականգնվի, չարիքը կպարտվի ու Հայաստանի համար կսկսվի բարեկեցության եւ խաղաղության ժամանակաշրջան։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից էլ դատախազությունը հսկայական միջոցներ է ուզում բռնագանձել, փաստաբանի խոսքով Տարոն Մարգարյանն ապօրինի գույք չունի, դատախազությունն այլ կարծիք ունի։ Մանրամասները փորձել է հասկանալ իմ գործընկեր Մերի Դանիելյանը։
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Գլխավոր դատախազությունը պահանջում է Մարգարյանից եւ նրա հետ կապված անձանցից բռնագանձել 2 միլիարդ դրամի կամ մոտ 5 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով։ Միայն Տարոն Մարգարյանի 77 կոտորակ 7 հայտնի հասցեով գտնվող առանձնատան շուկայական արժեքը 324 միլիոն դրամ է գնահատվել։ Նախկին քաղաքապետից պահանջում են նաեւ 4 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը շուրջ 61 միլիոն դրամ է գնահատվում։ Ներառում է նաև մեկ անշարժ գույքի շուկայական արժեքը, որը կազմում է 600 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև մի շարք շարժական գույքերի սարքավորումների շուկայական արժեքները շուրջ 12 միլիոն դրամ։ Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն բանի համար, որ նա զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, ապա Երևանի քաղաքապետի պաշտոնները առերևույթ շահադիտական եւ անձնական այլ շահագործությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց օժանդակությամբ իշխանական ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած առանձնապես խոշոր չափերով գույք, վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ։ Մարգարյանի փաստաբանը պնդում է, ապօրինի չհայտարարագրված հանցավոր ճանապարհով ձեռք բերված որևէ միջոց առկա չէ նախկին քաղաքապետի եւ իր ընտանիքի գույքային ֆոնդում։ Ըստ էության սույն գործի քննության ընթացքում դեռևս սույն գործով ուսումնասիրության փուլում դատախազության կողմից ներկայացված սկզբնական պահանջը մի քանի անգամ փոփոխվել է, յուրաքանչյուր անգամ փոփոխվել է նվազեցման տեսանկյունից։ Օրինակի համար սկզբնական դեռևս ուսումնասիրության փուլում որոշակի մեծ պահանջ էր որոշակի չափով, որը նվազեցվել է մեր կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում։ Տարոն Մարգարյանի քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Նա միակ բարձրաստիճան նախկին պաշտոնյան չէ, որի ունեցվածքը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում քննվում են տասնյակ գործեր։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատախազությունը 2023-ին հայց է ներկայացրել, պահանջելով բռնագանձել շուրջ 2 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք։ 2025-ի դրությամբ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում եւ վերջնական վճիռ չկա։ Գործարար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ թեև 2024-ին դատարանը մասնակի վճիռ է կայացրել, նրա ընտանիքի անդամներից բռնագանձելով զգալի գույք եւ մոտ 1.3 միլիարդ դրամ, սակայն հիմնական գործը դեռևս ավարտված չէ։ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ընտանիքի անդամների դեմ հայցը ներկայացվել է դեռևս 2020-ին դրամական եւ գույքային բռնագանձման պահանջով։ Նրանից կբռնագանձվի 35 միլիոն դրամ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ 2018-ից 24 թվականների ընթացքում ըստ գլխավոր դատախազի ընթացիկ եւ ավարտված քրեական վարույթներով, իսկ 2023-ից նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում հանրապետությանն են վերադարձվել ավելի քան 210 միլիարդ դրամի կամ 536 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց։ 2021-ից 25 թվականներին հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 152 հայցադիմումներով արգելանք է դրվել շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքի 540 միլիարդ դրամի վրա։ Մերի Դանիելյան, Open Media։ Եվ վերջում սոցցանցերում կայծակնային արագությամբ տարածվում է համաշխարհային նոր թրենդ։ Մարդիկ ԴՆԹ թեստ են հանձնում եւ իրենց զարմանքն ի ցույց դնում աշխարհով մեկ իրենց էջերում։ Երևի նկատել եք վերջին տարիներին այս երևույթը եւս կար, որ օրինակ Թուրքիայում մեկը պարզում է, որ ավելի շատ հայ է, քան հույն, բայց ավելի շատ հույն է, քան թուրք եւ այլն, բայց գլխավոր հարցի պատասխանը չկա։ Որքանով է ԴՆԹ այսօրինակ թեստը գիտականորեն հիմնավորված, ի վերջո ազգային տվյալ ինքնությունն ունենալու համոզմունքը եւ արյան բաղադրությունը իրար հետ կապ ունեն։ Եթե պատրաստ ես վճարել 30-ից 200 դոլար, թքի անալիզ ուղարկել լաբորատորիա եւ սպասել մոտ 3 շաբաթ, ապա կստանաս մի խոստումնալից հարցի պատասխան, թե իբր ինչ ազգերի խառնուրդ է ձևավորել հենց քո գենետիկ քարտեզը։ Այսօր կփորձենք հասկանալ, թե իրականում ինչ են չափում էթնիկ ԴՆԹ թեստերը, ինչ սահմանափակումներ ունեն եւ որտեղ է ավարտվում գիտությունը ու սկսվում մարքեթինգը։ Այս լուրջ լաբորատոր հետազոտությունը տիկտոկյան ու ինստագրամյան թրենդ է դարձել, տարածվել աշխարհով մեկ։ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում շատերը պարզում են, որ այն ազգության հետ, որ իրենց միշտ ասոցացրել են, իրականում կամ առնչություն չունեն, կամ էլ շատ քիչ են կապված։ Իսկ այս օգտատերն էլ պարզել է, որ ավելի շատ հայ է, քան թուրք։ Մի քիչ գենետիկայի մասին, մազերի ու աչքերի գույն, բնավորության որոշ գծեր, սովորություններ, հենց գենետիկայով են կոդավորված։ Օրինակի համար ցուրտ տեղը, որ մարդիկ ապրում են,
Դուք տեսած կնեք Թիբետում օրինակ, իրանց քթանցքները ուրիշ ձև են, աչքերը նեղ են։ Այդ սաղ ֆենոտիպիկ արտահայտումներ է գեների, որոնք դա ուրեմն ժառանգապես, ժառանգից ժառանգ վերածվում են, այսինքն վերցվում է, այսպես ասած, բնությունը վերցվում է այն հատկանիշները, որոնք ավելի հարմարված են տվյալ արտաքին ազդեցություններին։ ԴՆԹ թեստի միջոցով էթնիկ ծագում պարզելը 15 տարի առաջ էլ կար, իսկ հետազոտությունները գիտնականները դեռ 80-ականներից են անում, իսկ որքանով են դրանք ճշգրիտ։ Ճշգրտությունը հետևյալն է, ինչ վերաբերում է ուրեմն գենետիկական տվյալներին, զուտ գենետիկական տվյալներին, այսինքն այդ մասնագիտական տվյալներին, ճիշտ է, նրանք չեն խաբում, բայց այստեղ կա որոշակի շեղում, որը այդքան էլ գիտական չի, քանի որ նրանք ուզում են ներկայացնեն ոչ թե աշխարհագրական արմատները, այլ ներկայացնում էթնիկական արմատները։ Այդտեղ արդեն շատ մեծ ես չի ասի խաբեբայություն, բայց շատ մեծ շեղում կա։ Լևոն Եպիսկոպոսյանը պատմում է, որ իր գործընկեր գիտնականներից մեկն էլ մի քանի ազդեցիկ լաբորատորիաներում հանձնել է նույն թեստը։ Ինքը 3 ընկերության համար այդ փաստորեն իր բանը ուղարկեց, իր նմուշները ուղարկեց և 3 տեղից էլ ստացավ տարբեր պատասխաններ։ Ակտիվիստ Արշակ Մակիչյանը թուրք ընկերներ ունի, պատմում է, որ արել են ԴՆԹ թեստ ու շոկի ենթարկվել։ Այո, ես ընկերներ ունեմ, ովքեր կարելի ասել թաքնված հայեր են, ովքեր անցել են այս թեստը, և նրանք պարզել են, որ իրենք հայ են, քանի որ իրենց տատիկ պապիկները պատմել են, որ ընտանիքում հայեր լինելու մասին պատմություններ են լսել։ Թուրքիայում սա ավելին է, քան ուղղակի ԴՆԹ թեստը, վերլուծաբան Հասան Օքթայի կարծիքով, այս թեստերի արդյունքները Օվկիանոսում ընդամենը 1 կաթիլ են։ Թուրքիան 85-ից 90 միլիոն, այն, որ 2000 մարդ նման հակում ունի, չի նշանակում, որ ընդհանուր առմամբ նման անհանգստության կամ հոռետեսության մեջ են ընկել։ 90%-ով մենք թուրք ենք և Թուրքիայի Հանրապետությունում ապրող այս դրոշը, այս անձնագիրը կրող յուրաքանչյուրին մենք թուրք ենք անվանում։ Այսինքն ենթադրենք 3 սերունդ առաջ մեր ընտանիքում հայկական կամ հունական ԴՆԹ է հայտնաբերվել։ Մենք դա խնդիր չենք համարում։ Երևանում մի քանի լաբորատորիաներ կան, որ նման ծառայություն են մատուցում։ Ճշտել ենք արժեքները, պատասխանների ժամկետները։ Լաբորատորիա համար 1, արժեքը 170,000 դրամ, ժամկետը 7-ից 10 աշխատանքային օր։ Լաբորատորիա համար 2, արժեքը 110,000 դրամ, ժամկետը 60 աշխատանքային օր։ Լաբորատորիա համար 3, արժեքը 74,700 դրամ, արժեքը 35 աշխատանքային օր։ Հայրական և մայրական կողմ 137,000 դրամ, 35 աշխատանքային օր։ Լաբորատորիաներում մեզ նաև ասացին, որ վերջին շրջանում պահանջարկը մեծացել է։ Պատճառը հենց տիկտոկյան ու ինստագրամյան թրենդներն են։ Անի Հովհաննիսյան, Լևոն Ոսկանյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսքանը, հետևեք մեզ սոցցանցերում և բաժանորդագրվեք, անփորձանք գիշերը մաղթում ցտեսություն։